Դե ինչ, վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ հիմա աշխարհի բոլոր սոված մարդկանց մենք հրավիրում ենք այստեղ, որովհետեւ մեր սիրելի մենք աշխարհի երկու սոված արդեն էստեղ ենք եւ սոված աչքերով հիմա հետեւելու ենք, թե մեր գործընկեր Անուշը ինչ է պատրաստելու այսօր մեզ համար։ Բարի լույս Անուշ։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր պատրաստելու ենք ծնեբեկով շատ հետաքրքիր նախուտեստ, որը շատ հեշտ է պատրաստել եւ ուզում եմ ասել, որ քանի որ ծնեբեկը համարվում է սեզոնի թագուհին, մենք չենք կարող իհարկե այս շրջանում ընդամենը 1-2 ամիս է իր ժամանակահատվածը, պետք է անպայման շատ օգտագործել։ Դրա համար մենք այսօր կպատրաստենք ծնեբեկով նախուտեստ։ Մեզ անհրաժեշտ է նաև պանիրներ, պարմեզան եւ այլ պանիր ունենք այստեղ, բուրատա, այո, եւ լոլիկ ու կիտրոն եւ իհարկե սերմեր։ Ես անհամբեր եմ արդեն։ Բայց ինձ հետաքրքիր էր, օրինակ սուպերմարկետներում, խանութներում, հա, հաճախ ենք տեսնում գրեթե բոլոր սեզոններին ծնեբեկ։ Ինչ է հիմա։ Բոլոր սեզոններին ոչ, դժվար թե, բոլոր սեզոններին չի կարող պատահել։ Որովհետև հիմնականում մայիս եւ հունիս ամիսն է, ապրիլից սկսվում է ապրիլ-մայիս։ Ծնեբեկը այդքան էլ ջերմոցային բույս չէին, որքանով որ ես գիտեմ։ Լավ, բայց ես անկեղծ տեսել էի։ Ես մտածեցի դու հարցնում ես։ Դե սառնարաններում իհարկե կարելի է պահել, բայց ես մտածեցի դու հարցնում ես ինչու այդքան թանկ ծնեբեկը։ Հա, ու ինչու է այդքան թանկ։ Որովհետև շատ օգտակար է։ Իդեպ դուք գիտեք թե որքան օգտակար է, ինչ վիտամիններ են պարունակում ծնեբեկը։ Բա որ այդքան թանկ է, ինչ ես փոկում։ Թանկ ապրանք ես գույժ այդքան փող ենք տվել։ Որովհետև այս հատվածները իհարկե բոլորը գիտեն, որ ավելի չոր է, բայց մենք շատ չփոկեցինք, շատ փոքր, եթե նկատեցիք, քիչ էր չափսը, մենք պետք է նաև այսպես մաքրենք եւ նուրբ հատվածը կթողնենք։ Հետաքրքիր է ուղղակի։ Կարող ենք չմաքրել։ Կարող ենք, ուղղակի մի քիչ կարող է ավելի կոպիտ լինել այդ հատվածը։ Դրա համար մենք մաքրում ենք ու գեղեցիկ տապակում։ Իսկ հիմա ասա թե ինչքան օգտակար է ծնեբեկը։ Ծնեբեկը պարունակում է վիտամին, շատ վիտամիններ, երկաթ ամենակարևորը, ֆոսֆոր, որի համար միայն բավական է, որ օգտագործեք։ Հակաօքսիդանտ է, այսինքն շատ օգտակար հատկություններ ունի, քաղցկեղի դեմ կարող է պայքարել եւ այլն։ Իսկ այդպես կարելի է ուտել Անուշ, թե անպայման պետք է իրան մի փոքր կարելի է, թարմ վիճակում նույնպես կարելի է։ Ոնց որ վարուն գնես ծնեբեկը կարելի է կծել։ Փորձել ես թարմ վիճակում Միկա։ Ես ծնեբեկը առաջի անգամ եմ տեսնում, ոնց փորձեմ, չէ։ Առհասարակ։ Չէ, կատակ եմ անում իհարկե, չեմ փորձել։ Բայց ինչ գեղեցիկ փորձենք հիմա, փորձենք։ Արի գնանք փորձենք։ Ես կբերեմ։ Մի րոպե։ Մի վայրկյան, ուրեմն կարակը դնեմ մի կողմը, որպեսզի չայրվի, սա կարևոր պահ է։ Աղ պետք է անել վրան։ Կարող ենք։ Մի փոքր աղ անենք ամեն դեպքում։ Դու ուղղակի շատ այսպես հում, չէ, բանջարեղենից ընդհանրապես խուսափում ես։ Եթե մանեն այստեղ լիներ, վստահ եմ հիմա աղով ավելի համով կլինի։ Ես չգիտեմ, ես կարծում եմ այսպես էլ համեղ կլինի։ Արի այսպես փորձենք։ Փորձի։ Քեզ տամ։ Դե ոչ։ Սրանք ուտենք։ Կարող ենք, իհարկե, կարող եք։ Լվացած է, չէ՞։ Այո, շատ լավ։ Անուշ հաստատ ուտենք։ Հաստատ։ Հա, լավ։ Արի եղբայրապայան։ Եղբայրակես։ Բայց կռիվ է սա լինելու։ Մինչև այս տակին է։ Չէ, ես ներքևինը ես կուտեմ։ Չէ, ցար մեզ ուսնես։ Շնորհակալություն։ Դե մի փոքր աղով գուցե այլ լինի։ Մի փոքր դառն է։ Բայց Դե յուրահատուկ իր սպეციფიկ համը ունի ամեն դեպքում։ Այդպեսի մի խոտ կա դաշտերում է աճում, սինձ, եթե գիտեք, սինձ։ Իհարկե։ Սինձի համ է, սինձի համ է մեզ արում։ Մի բանի համ է, էլի մանկության հետ կապված։ Որ տուն չեն գնում դրսերն ենք մի բան փոկում ուտում։ Այդ խոտ սովորական։ Չէ։ Բայց համեղ է։ Հիմա կդնենք, որ տապակվի կարակով եւ ավելացնելու ենք ընդամենը աղ ու սև պղպեղ։ Ընդհանրապես այլ համեմունքներ այստեղ չենք ավելացնի։ Իսկ պանիրը ինչ պետք է վերեն լցնենք, հա, Անուր։
Բուրատան հիմա կդնենք մենք ափսեի վրա եւ ծնեբեկը կդնենք վրան։ Իսկ պարմեզանը ծնեբեկի վրա արդեն տապակելու ժամանակ շատ համեղ է։ Ես հելագարվում եմ հալվող պաներների համար, դրա համար պատկերացնում եմ, թե ինչ է մեզ սպասվելու։ Բայց բամբուկ էլ է նման։ Չէ։ Ինչ։ Բամբուկի նման չի։ Բամբուկ։ Կողա բամբուկ են գուտում։ Լավ։ Ամեն դեպքում բոլորը ֆիքսեցին, որ ժամը 10:51 րոպե մենք ծնեբեք ուղի եթերում կերանք։ Եթե ինչ, մարդ ես, մեկ է տեսա։ Բայց համեղ էր, իրականում կատակոմիկոմ Հետաքրքիր համ ուներ, ինչ խոսք։ յուրահատուկ համ ունի։ Հետո կփորձեք արդեն տապակած վիճակում։ Բայց ինձ թվում է տապակածը ավելի համեղ կլինի։ Բնականաբար։ Հիմա մի փոքր աղ կավելացնենք եւ սև պղպեղ։ Բայց ես տարբերակներ եմ տեսել, որ համեն ուզում ճշտ եմ, էլի արդյոք դա ճիշտ է թե չէ, որ ծնեբեկը տապակելուց հետո սառուցա ջրի մեջ են մտցնում։ Դա խաշելուց հետո։ Հա, խաշելուց։ Խաշելուց հետո, այո։ Որ խրթխրթան մնա, ճիշտ եմ հասկացի, որ խրթխրթան լինի։ Որ ընդհանրապես գույնը չի փոխվում։ Հա։ Բայց ես սիրում եմ այսպես տապակված, երբ որ խաշում ես, ինձ թվում է օգտակարությունը կորում է, այնպես որ ամենաճիշտը ինձ թվում է այսպես է տապակած։ Տապակածի դեպքում օգտակարությունը քիչ է։ Դե շատ քիչ ենք թողնում, բնականաբար ջրի մեջ գոնե չի փոխանցվի։ Տեսեք ինքը շատ հետաքրքիր անուշ կանաչ գույն է ստանում, հենց մի փոքր ջերմամշակման է ենթարկվում։ Ընդամենը 1-2 րոպե եւ հետո շրջում ենք մյուս կողմից էլ։ Տապակում ենք ու շատ արագ է պատրաստվում։ Կարող ենք ուղղակի ջեռոցում դնել, ի դեպ ավելի շատ ես ջեռոցում եմ պատրաստում։ Բայց նույն համն ու բույրն է գալի ջերմոցի եւ տապակածի։ Եվ արդեն այս ամեն ինչը հենց վրան եմ դնում։ Ուղղակի ծնեբեկը, պարմեզան պանիրը, լոլիկը եւ կիտրոնի կեղևը։ Այո, իսկ այո։ ինչ աստիճան տաքություն պետք է լինի այնտեղ, ջերմաստիճանը։ 180։ Քանի րոպե։ Մոտավորապես 10 րոպե, 8 րոպե։ 8-ից 10 րոպե։ Բայց ինչ գեղեցիկ անուն է, չէ՞, ծնեբեք։ Ինչպես է առաջացել, չէ՞, անունը հետաքրքիր է։ Հենց հայերենում։ Ծնեբեք։ Ծնեբեք, գեղեցիկ Գեղեցիկ անուն անուն է, չէ՞։ է։ Մի փոքր էլ կիտրոնի կեղևը քերենք։ Դեղին հատվածները։ Բեք։ Ծնեբ։ Ծնեբեք։ Շատ անուշ բույր կհաղորդի կիտրոնի կեղևը։ Անուշ քո բաղադրատոմսն է, թե Ես որոշ բաներ, այո, ավելացրել եմ։ Իրականում ամենադասական ձևը հենց այս տեսակով տապակելն է եւ իհարկե քունջութով, բայց կիտրոնը, պանիրը, սրանք արդեն մի քիչ հատկապես պարմեզան պանիրը բոլոր բլոգերները պատրաստում են, այնպես որ համատարած կարելի է ասել բոլորի մոտ պարմեզան պանիրը պարտադիր է ծնեբեկի դեպքում։ դու սիրում ես պանիր։ Շատ ու բոլոր տեսակի պանիրներից։ Դու Ես եւս մեկ անգամ հարգեցի քեզ։ ոյ պանիր ոնց կարելի է սիրել։ Այո։ Տունը թող հաց չլինի, բայց Պանիրը թող լինի պարտադիր է։ սեղանին դրված։ Կարող է չուտենք, Որ բայց աղել չդնեն, չնայած աղ ոչ չեն դնում կռիվ եմ անում, բայց աղել չունի պանիր լինի, լավ, մի 5 րոպե էլ կդիմանամ, նոր կասեմ լավ աղել կբերեք։ Պանիրը շատ կարևոր։ Հիմա այսպես բուրատա պանիրը ուղղակի բացում ենք։ Ահա, ծնեբեկն արդեն եղավ, կարող ենք սա էլ ավելացնել եւ վրայից վերցնում ենք։ այո, ծնեբեկը դնելու է բուրատայի վրա։ Պատկերացնում եք, չէ՞, ինչ համեղ է ստացվելու։ Միանշանակ դու ինչ էլ պատրաստում ես, ամեն ինչ համեղ է։ Որովհետեւ սոված ենք։ Չէ, իսկապես անուշը շատ համեղ է։ Ժամ եկել է, սոված ենք մենք։ Եվ վերջ, ընդամենը 10 րոպեում ստանում ենք շատ համեղ եւ օգտակար նախուտեստ։ Իսկ այդ Լոլիկը։ Լոլիկը Բուսայուղը։ կտրում ենք մի Այդ քանի։ ինչա,
բուսայող է, կտոր։ ձիթայող է, ինչ է այդտեղ դրած։ Այստեղ կանաչ բուսայուղ է, այո։ Եվ դա ուղղակի Իսկ թանձրուկ է ինչ-որ։ կանաչիով խառնած ձիթապտղի յուղ է։ Եվ մի քանի լոլիկ մենք ավելացնենք։ Հիշան բաղադրատոմսը, որ գնա պատրաստեմ։ Բայց շատ հեշտ է իրականում, Անուշ։ Շատ արագ, հեշտ։ Եվ տեսեք ինչ հետաքրքիր կանաչ գույն ստացավ։ Այն կիտրոնի գերավնել կպել է ծնաբեկին։ Այսքանը եւ իհարկե մենք մի Հետաքրքիր է քանի սա, կարող ենք լոլիկն էլ տապակել իհարկե, բայց կարող ենք հենց այսպես դնել։ Կավելացնենք նաեւ Այս իմ սիրած պանիրը։ մի փոքր կանաչ։ Հա, ես իմացա պանիրն ենք մենք բանա։ Պանիրն արդեն ավելացրել ենք, մի փոքր կանաչ ձետ ավելացրեցինք եւ իհարկե քունջուտ։ Ծնեբեկի հետ շատ համեղ է։ Մենք եւ սև կավելացնենք եւ Իսկ մի փոքր էլ պարմեզան չէր ավելացնի, Անուշ, թե այդ։ նորի Դե լավ է։ Դե լավ է, Կարծում եմ լավ։ պանիրի հետ, չէ որ մենք ունենք նաեւ բուրատա պանիր։ Այսքանը կարծում եմ բավական է եւ մի քանի չիլի պղպեղ, հատկապես բուրատայի վրա։ Այսքանը։ Հրաշալի է, կարծում եմ մեր հաստատողները անպայման կպատրաստեն այսօր։ Անուշ լինի, Անուշ լինի։ Շատ արագ, շատ կարճ։ Ծնեբեկյան առավոտ։ օգտակար, այո։ Շատ գեղեցիկ է։ Ես ասում եմ, Անուշը միշտ այնպես գեղեցիկ է պատրաստում, որ չես ուզում։ Դե նրա մոտ այս գունային համադրությունը շատ կարևոր է, սերմերի ներկայությունը պարտադիր է։ Իսկ համեղությունը դա տաղանդ է, որ միշտ ինչ կապ չունի, չէ, պատրաստում միշտ համեղ է։ Մենք գնանք շուտ փորձենք եւ Շատ շնորհակալություն Անուշ։ Անուշ լինի, համեցեք։ Մենք գնում ենք փորձենք, հա? Այո։ Դե բում տարբերակով փորձեցինք, գնանք նաև տապակածը փորձենք։ Շարժվենք առաջ։ Շարժվենք առաջ։